Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել, հայտնելով այն մասին, որ ինքը դառնում է շատ երեխաների համար ձմեռ պապ ու կատարում նրանց չիրականացված երազանքները։ Ժամանակին ես այս երեխաներից մեկն էի, թող երջանիկ ու առողջ լինեն բոլոր երեխաները, հոլովակին կից գրել էր Տաթևը, հուզիչ տեսանյութը ներկայացնում ենք հենց այս պահին։ Երգչուհու անունը առավել հաճախ լրատվամիջոցներում հայտնվեց նաև «Ես» կամ հեռուստանախագծին մասնակցություն ունենալուց հետո, երբ Տաթևը Նժդեհին հանդիպելուց հետո ընկերացավ նրա հետ ու սկսեց առավել հաճախ հանդիպել նրան, ընկերություն անել նրա հետ տարբեր տեսարժան վայրեր գնալ ու նրան տալ մոտիվացիա կրթություն ստանալու։ Փոքրիկ Նժդեհը ևս հանրության կողմից շատ սիրվեց, հատկապես տատիկի մահից հետո։ Տաթևը շատ հաճախ նաև Նժդեհի մասնակցությամբ տարբեր հրապարակումներով է կիսվում ինստագրամյան հարթակում, սակայն վերջին ամիսների ընթացքում նկատելիորեն այդ հրապարակումները պակասել են, և հանրությանը հետաքրքիր է, թե որտեղ է այժմ գտնվում Նժդեհը և ինչ հարաբերություններ ունի Տաթև Ասատրյանի հետ։ Մեր տեղեկությունների համաձայն ամեն բան կարգին է, և Տաթև Ասատրյանի հերթական մենահամերգի ժամանակ հանրությունը կրկին Նժդեհին կտեսնի բեմում սիրելի երգչուհու կողքին։ Մեզ մնում է հավելել նաև, որ իր կյանքի պատմության մասին Տաթև Ասատրյանը բացառիկ մանրամասներ էր հայտնել շաբաթներ առաջ Մեհեր Բաղդասարյանի տետ-ա-տետ հաղորդման ընթացքում։ Star News-ը հետևել է զրույցին, առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Խոսելով մանկության և պատանեկության բարդ տարիների մայրիկի հիվանդության մասին, երգչուհին նշել է հետևյալը. «Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր։ Ես էի մտածում ամեն բանի մասին։ Պատահական ավտովթարից տատիկս մահացավ։ Ես ու մայրս մնացինք մենակ։ Մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ իրեն ոչինչ չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնաղական ժողով։
Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, եւ երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետեւ էլ մարդ չունեի կորցնելու, ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում, եւ այն ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացնում էինք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Հարցազրույցի ընթացքում անկեղծացել էր Տաթև Ասատրյանը։ Երգչուհին զրույցի ընթացքում խոսելով Ես կամ հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին նշել էր հետևյալը. Մինչև հաղորդմանը մասնակցելը 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որը ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ, ու տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորել, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ չօգնես, ասել էր երգչուհին։ Դոբրի արմյանսկի վեչեր հաղորդմանը Տաթևն անկեղծացել է, խոսել Նժդեհի մասին, համեմատականներն անցկացրել իր մանկության հետ ու հավելել, որ Նժդեհի հետ վարվում է այնպես, ինչպես կցանկանար իր հետ վարվեին։ Երգչուհին նշել է, որ տղան ցանկանում է երաժիշտ դառնալ ու հերթական անգամ իր խոսքում խոստացել է, որ մշտապես լինելու է Նժդեհի կողքին։ Տաթևը հուզվել ու հուզել է հանդիսատեսին։ Հավելենք նաև, որ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով անձնական կյանքի եւ երեխաներ ունենալու մասին Տաթևը նշել էր. Ժամանակ չկա, հիմա ես եմ երեխա, մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման, հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ, առաջինը ունենում ես, ասում են, բա երկրորդը, երբ ես ունենալու, չունես հարցնում են, երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա։ Երգչուհին խոսել էր նաև Ես կամ նախագծին իր մասնակցությունից պատմելով հենց Նժդեհի մասին։ Նժդեհը շատ լավ է հիմա, փառք Աստծո, շատ լավ սովորում է, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ ու նրանք դեմ են որդեգրմանը, եւ դա երկար պրոցես է։ Տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, արդեն պապան հետևում է երեխային, նրա հետ է ապրում իր ցանկությամբ, դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, շատ ուժեղ ռիթմիկա է զգում, ու մի հատ տեսահոլովակ ունեմ Գյումրու մասին, որը Հայաստան գնալուն պես պիտի նկարեմ ու ուզում եմ, որ դհոլը ինքը նվագի, իրար հետ սիրուն տեսահոլովակ կունենանք, նշել էր Տաթևը իր վերջին հարցազրույցի ժամանակ։